Հերթական դասախոսությունն ենք սկսում եւ այս դասախոսության ընթացքում ես ուզում եմ բարձել հետեւել հարցը։ Թե քանի տար կարող է ունենալ տվյալ վերջավոր խմբի ենթախումբը։ Բանն այն է, որ քանի որ ես գիտեմ պատասխանը, բանն այն է, որ ենթախմբի տարերի քանակը էապես կախված է խմբի տարերի քանակից։ Եվ որոշ դեպքերում նույնիսկ միարժեքորեն կարելի ասել, թե քանի տարանոց ենթախմբեր կարող են ունենալ տվյալ խումբը, իսկ ընդհանուր դեպքում կա մի բանաձև, Լագրանժի բանաձևը, որը մենք կապացուցենք այս դասախոսության ընթացքում։ Սկսենք մի կարևոր, պարզ, բայց կարևոր գաղափարից, այսպես կոչված ըստ ենթախմբի հարակից դասի գաղափարից։ Ամեն մի խմբի եւ վերջավոր խմբի մասին ենք խոսում հատկապես, չնայած հարակից դասի գաղափարը կամայական ենթախմբիներ բնորոշ։ Եթե դրված է խումբ եւ հաշ ենթախումբ, ապա այս հաշ ենթախմբի հետ կապվում են այսպես կոչված ենթախմբի հարակից դասերը ըստ խմբի տարերի։ Ինչի մասին է խոսքը, հիմա ես կցուցադրեմ ցուցապաստառի վրա։ Ենթադրենք Ž խումբ է եւ H-ը J-ի ենթախումբ։ Ընտրենք կամայական X տար Ž խմբից եւ X H-ով, ցախիցա X-ն ենք գրում տարը, աջ կողմից ենթախումբը։ Կնշանակենք X անգամ H տեսքի բոլոր հնարավոր տարերի բազմությունը, որտեղ H-ը բազանցում է H ենթախումբը։ X H-ը հավասար է X անգամ H, այդպես էլ գրում ենք։ X-ը ձախ կողմից է բազմապատկվում։ Այս բազմությունը կոչվում է H ենթախմբի ձախ հարակից դաս ըստ X-ի կամ ըստ X տարի։ H X-ով, այսինքն երբ X-ը H-ից է, կնշանակենք H անգամ X բազմությունը, որը կոչվում է H-ի աջ հարակից դաս ըստ X-ի։ Երբ J-ն աբելյան է, իսկ մենք հավանաբար հիշում ենք, որ աբելյան խումբ կոչվում է այն խումբը, որը բավարարում է եւս մեկ աքսիոմի կոմուտատիվության պայմանին, այսինքն, որ կամայական XY-ի համար X անգամ Y-ը հավասար է Y անգամ X-ի, եւ այսպես, եթե խումբը աբելյան է, ապա դրա կամայական ենթախմբի կամայական ձախ հարակից դաս ըստ որևէ X-ի հավասար է այդ նույն ենթախմբի այդ նույն եւ այդ X տարի աջ հարակից դասին։ X H-ը հավասար է H-X-ի, այլ կերպ ասած, սա անմիջապես բխում է աբելյանության պայմանից կամ կոմուտատիվության պայմանից, ինչպես ասեցի, սակայն ընդհանուր դեպքում H եւ ձախ հարակից դասերը տարբեր են, քիչ անց ես օրինակ կբերեմ, բայց այս նշանակում է X H նախկին դասախոսություններում ես օգտագործել եմ մեկ մասնավոր դեպքի համար, երբ որպես խումբ վերցրել ենք Z խումբը եւ Z խմբում դիտարկում ենք հարակից դասեր հետեւյալ ձևով։ Դիտարկենք օրինակ S3 խումբը, որը հիշեցնում եմ կազմված էր հետեւյալ 6 տարերից միավորը կամ որ նույնական տեղադրություն 1 2 1 3 եւ 2 3 դիրքափոխություններ, ապա 1 2 3 ցիկլը եւ 1 3 2 ցիկլը։ Այս 6 տարերը S3-ի տարերն են։ Այս խմբում դիտարկենք ենթախումբ, այն նշանակում եմ A3-ով, սրանք զույգ տեղադրություններն են։ 3 տարանի տեղադրությունների խմբի բոլոր տարերի քանակը 6 է եւ դրանցից 3-ը ունեն պլյուս նշան կամ զույգ են, այլ կերպ ասած։ Դրանք են միավորը, 1 2 3 ցիկլը եւ 1 3 2 ցիկլը։ Այս 3 տարերը զույգ են եւ սրանք բոլորը միասին կազմում են ենթախումբ, եթե հիշում եք նախորդ դասախոսությունից մեկում մենք տեսանք, որ այն հավասար է 1 2 3 ցիկլով ծնված ենթախմբին։ A3 աստորեն ոչ այլ ինչ է, քան 1 2 3 ցիկլով ծնված խումբ։ Մյուս կողմից այստեղ ներառված են բոլոր զույգ տեղադրությունները։ Սա ենթախումբ է։ Մեկ այլ ենթախումբ վերցնենք S3-ում, 1 2 դիրքափոխությամբ ծնված ենթախումբը, որը բաղկացած է միավորից եւ 1 2 դիրքափոխությունից։ Հիմա այս կոնկրետ ենթախմբերի համար եկեք հաշվենք աջ եւ ձախ հարակից դասեր։ Այսպես, որպես A3 ենթախումբ վերցնում եմ A3-ը եւ որպես հարակից դաս, որպես X վերցնում եմ 1 3-ը, որպես H ենթախումբ A3-ը։ X H հարակից դասը տվյալ դեպքում, եթե պահպանեմ այս գրառումը, հարակից դասի նշանակման պետք է գրեմ 1 2 3 անգամ A3, որը բաղկացած է ինչից։ 1 2 3 դիրքափոխությունը պետք է երթով բազմապատկեմ A3-ի բոլոր տարերով, սրանք են։ Այսինքն, եթե գրեմ ֆորմալ 1 3 անգամ Y, 1 3 անգամ 1 2 3 եւ 1 3 անգամ 1 3 2, այս 3 տարերից կազմված բազմությունն է, որ կոչվում է A3-ի հարակից դաս ըստ 1 3 տարի։ Դա հաշվարկները ցույց են տալիս ակնհայտ, որ 1 3 անգամ yen պարզը 1 3 է։ Եվ 1 3 անգամ
1-2-3-2-3-ի հավասար, իսկ 1-3 անգամ 1-3-2-ը 1-2 դիրքափոխությունն է։ Այս 3 դիրքափոխություններն են, որոնք նաև այս 3 բազմության բոլոր կենտ տեղադրություններն են, այսինքն ըստ A3-ի 1-3 հարակից դասով հարակից դասը կազմված է բոլոր կենտ տեղադրություններից։ Մյուս կողմից, եթե հաշվենք A3-ի հարակից դասերը ըստ 1-3 դիրքափոխության աջ հարակից դասերը այս դեպքում արդեն կստացվի նույն բազմությունը, եւ սա կարելի է ուղիղ հաշվարկով ցույց տալ, այսինքն A3-ի տարերը հերթով աչից բազմապատկել 1-3-ով, բայց կարելի է տրամաբանական դատողություններով հանգել դրան։ Բանն այն է, որ A3-ի տարերը բոլորը զույգ են, 3-ն էլ զույգ են, իսկ եթե բազմապատկում ենք զույգ տեղադրությունը բազմապատկում ենք կենտով, կա նշանի հիմնական հատկություն տեղադրությունների մասին, որ զույգ եւ կենտ, որից բխում է, որ զույգ եւ կենտ տեղադրությունների արտադրյալը կենտ տեղադրությունը, այսպիսով A3-ը եթե բազմապատկենք 1-3-ով, պետք է ստանանք A3-ի տարերը, պետք է ստանանք միայն կենտ տեղադրություններ, եւ քանի որ այստեղ 3 տար պետք է ստացվի, ուրեմն իսկ ընդամենը 3 կենտ տեղադրություն ունենք, ուրեմն բազմությունը իսկապես հավասար է սրան։ 1-3, 2-3 եւ 1-2-3 դիրքափոխություններից է բաղկացած։ Այսպիսով մենք տեսանք, որ A3-ի պարագայում ձախ հարակից դասը եւ աջ հարակից դասը ըստ 1-3-ի համընկնում են, չնայած այս 3-ը աբելյան խումբ չէր։ Աբելյանի դեպքում հիշում ենք, որ բոլոր ենթախմբերի համար աջ եւ ձախ հարակից դասերը ըստ միևնույն x-ի համընկնում են։ Բայց այս 3 խմբում, եթե այլ ենթախմբ վերցնեմ 1-2-ը, ապա 1-2-ով ծնված խմբի ձախ հարակից դասը ըստ 1-3-ի եւ աջ հարակից դասը ըստ 1-3-ի արդեն իրար հավասար չեն լինում, որովհետեւ հաշվարկների համաձայն 1-2-ով ծնված խմբի ձախ հարակից դասը բաղկացած է հետևյալ երկու դիրքափոխություններից 1-3 եւ 1-3-2 արտադրյալից է բխում, իսկ աջ հարակից դասը ըստ 1-3-ի բաղկացած է 1-2-3 եւ 1-3 այս բազմությունները իրար հավասար չեն, որտեղ այստեղ կա տար, որը սրան չի պատկանում եւ հակառակը իհարկե։ Ուրեմն ահա ձեզ օրինակ նույն խմբի մեջ երկու ենթախմբեր, որոնցից մեկի համար x h հավասար է x hx պայմանը բավարարված է, իսկ մյուս դեպքում բավարարված չէ։ Երկրորդ օրինակում, երբ որպես h վերցնում ենք 1-2-3 ենթախումբը, այս պայմանը խախտվում է ահա այս մասնավոր օրինակով։ Հետևաբար աջ եւ ձախ հարակից դասերի աջ իմաստ ունի ներմուծել նաեւ աջ հարակից դասի գաղափար, որտեղ դրանք կարող են տարբերվել ձախից։ Մեկ այլ օրինակ եմ ես բերել i տարը ծնված ենթախումբը կոմպլեքս թվերի արտադրյալային խմբում, բոցուրական կոմպլեքս թվերի։ I-ով ծնված խումբը 4 տարանի է, այստեղ դրանք թվարկված են, այս խմբում -1 տարով ծնված ենթախումբը դիտարկենք։ -1 տարով ծնված ենթախումբը հեշտ է հասկանալ, որ կազմված է 2 տարից, -1 եւ 1 թվերից։ Եվ սա ենթախումբ է հասկանալի է, եւ եթե այս -1-ի հարակից դասը ըստ ի դիտարկենք ձախից, կստացվի i մինուս i։ Ես այստեղ ընդհանրապես ուզում եի ցույց տալ, թե ինչ տեսք կունենա հարակից դասը։ Քանի որ այս խումբը ցիկլիկ է, իսկ բոլոր ցիկլային խմբերը կամ միածին խմբերը աբելյան են, ապա այստեղ այս դասը կհամընկնի նաև աջ հարակից դասի հետ։ Հիմա մի զարմանալի գեղեցիկ առնչություն հարակից դասերի վերաբերյալ։ Նայեք, եթե h ենթախումբը ֆիքսում ենք, ապա ըստ h ենթախմբի կարող ենք մենք կազմել ընտրել տարբեր x-եր եւ կազմել հարակից դասեր xh, yh, zh եւ այլն։ Սրանք խմբի տարերի բազմություններ են, սրանք ենթաբազմություններ են բոլորը խմբում։ Եվ հիմա ինձ հետաքրքրում է, սրանք ինչ հատումներ ինչպես կարող են հատվել։ Այսինքն ո՞րն է այս կան արդյոք տարեր, որոնք կարող են ընդհանուր լինել երկու հարակից դասի մեջ։ Այստեղ իրավիճակը շատ ավելի կանոնավոր է, քան կարող ենք ի սկզբանե պատկերացնել, եւ ամեն ինչ շատ հստակ է դասավորված հարակից դասերի պարագայում։ Ճիշտ է հետևյալ այտանիշը։ Կամայական h ենթախմբի համար խմբից եւ դրա ցանկացած երկու տարի համար հետևյալ 3 պայմանները համարժեք են։ Ես նկատի ունեմ, որ եթե տեղ ունի որևէ մի պայման այս 3-ից, ապա տեղ ունի նաեւ մյուս երկուսը։ Համարժեքություն դա է նշանակում։ Եվ տեսեք, թե պայմանները ինչ տեսք ունեն։ Եթե կամայական xy տարեր են վերցրել եւ կազմել եմ h ենթախմբի ձախ հարակից դասերը ըստ x-ի եւ y-ի։ Ենթադրենք, թե դրանց հատումը դատարկ չի։ Այսինքն դիցուկ այս երկու հարակից դասերը ունեն որևէ ընդհանուր տար։ Առաջին պայմանը դա է։ Եվ ես պնդում եմ, որ այս պայմանը համարժեք է նրան,
որ ուղղակի այս x h եւ y h դասերը համընկնում են։ Այսինքն նրանից, որ երկու հարակից դաս ունեն, թեկուզ մեկ ընդհանուր տար, սա ստեղից բխում է, որ դրանք պարտավոր են համընկնել։ Մեկ ընդհանուր տար ունենալը բավական է, որ դրանք համընկնեն։ Ավելին, իսկ երբ կարող են համընկնել երկու հարակից դասեր x h եւ y h, սա էլ համարժեք է այն պայմանին, որ բավական է, որպեսզի x-1 անգամ y տարը պատկանի h-ին։ Եվ ես կրկնում եմ, այս երեք պայմանները համարժեք են։ Սրանցից որն էլ տեղի ունենա, մյուս երկուսը եւս տեղի կունենա։ Ապացուցենք սրանց համարժեքությունը, բայց ես դա կապացուցեմ հետևյալ սկզբունքով, ոչ թե կապացուցենք, որ մեկը համարժեք է 2-ին, 2-ը 3-ին եւ 3-ը 1-ին, համարժեքությունը ոչ թե այդ իմաստով, այլ շրջապտույտով կապացուցենք։ Այսինքն 1-ից կբխեցնենք 2 պայմանը, 2-ից կբխեցնենք 3 պայմանը եւ 3-ից էլ եթե բխեցնենք առաջին պայմանը, ապա դուրս կգա, որ բոլորը իրար համարժեք են։ Այսպես 2-ը համարժեք է 1-ին, որովհետեւ 2-ից կբխեցնենք 3-ը, 3-ից 1-ը, իսկ 1-ից էլ բխում է 2-ը։ Այսինքն 2-ից կբխի 1-ը, իսկ 1-ից էլ բխում է 2-ը ըստ այս շղթայի։ Կարծում եմ տրամաբանական կառույցը, բարձունակ կառույցը հասկանալի է եւ ուրեմն մոտեցում այդպես կլինի։ Հենց այդ թերթականությամբ էլ շրջանաձև կապացնենք դրանց համարժեք։ Ցույց տանք, որ 1 պայմանից բխում է 2-ը։ Սա նշանակում է, որ պետք է ընդհանրենք, որ x h եւ y h հարակից դասերը հատումը դատարկ չի, այսինքն հատվում են, այլ կերպ եթե ասում ենք, հատումը դատարկ չի։ Եւ ցույց տանք, որ այդ դեպքում դրանք պարզապես կհամընկնեն։ Եվ այսպես x h-ը ըստ սահմանման կազմված է բոլոր x անգամ h տեսքի արտադրյալներից։ y h հարակից դասը իր հերթին կազմված է բոլոր հնարավոր y անգամ h տեսքի արտադրյալներից։ Ենթադրենք, թե հատումը դատարկ չի, սա նշանակում է, որ ենթադրում ենք, որ կա մի z տար, որը պատկանում է թե x h-ին, թե y h-ին, այսինքն դրանց հատմանը։ Հիմա x h հարակից դասի տարերը ունեն այսպիսի տեսք։ x անգամ h-ի ինչ որ մի տար։ Եվ այսպես, եթե z-ը պատկանում է x h-ին, սա նշանակում է, որ գոյություն ունի մի h1 տար, որ z-ը հավասար է x անգամ փոքրատար h1, որտեղ h1-ը մեծ h ենթախմբից է։ Նույն պատճառով, քանի որ z-ը պատկանում է y h-ին, գոյություն կունենա մեկ այլ տար h2 մեծատար h ենթախմբից, որ y անգամ h2-ը դարձյալ հավասար է z-ին։ Ուրեմն ունեցանք հավասարություն։ y անգամ h2 հավասար է x անգամ h1, ինչ որ h1 եւ h2 տարերի համար h ենթախմբից։ Ես ուզում եմ ցույց տալ այս կետից ելնելով ես պատրաստ եմ եւ կարող եմ ցույց տալ, որ x h եւ y h հարակից դասերը հավասար են, այս ենթաբազմությունները հավասար են։ Իսկ ինչ է նշանակում, որ երբ կարող ենք փնտրել, որ երկու բազմություններ հավասար են, a եւ b։ Եթե մենք ցույց տանք, որ a-ն b-ի ենթաբազմությունն է, այսինքն ամեն մի տարայից պատկանում է b-ին եւ b-ն a-ի ենթաբազմությունը, ապա սա ճիշտ կնշանակի, որ a-ն հավասար է b-ի։ Երկու բազմությունների հավասարությունը կապացուցենք այս տրամաբանությամբ, այսինքն a-ն b-ի ենթաբազմությունը ցույց կտանք եւ b-ն էլ a-ի։ Տվյալ դեպքում խոսքը x h եւ y h ենթաբազմությունների մասին է։ Ես ցույց կտամ, որ x h ենթաբազմությունը հարակից դասը y h-ի ենթաբազմություն է, իսկ y h-ը իր հերթին x h-ի ենթաբազմություն է, որից կբխի, որ դրանք հավասար են։ Այսպես։ Նախապացենք այս առաջին առնչությունը, այսինքն ցույց տանք, որ x h y h-ի ենթաբազմություն է։ Դրա համար վերցնենք որևէ տար x h հարակից դասի h-ը մեծատարով եմ ասում այստեղ։ x մեծատար h հարակից դասից վերցնենք կամայական տար, այն կունենա x անգամ փոքրատար h տեսք, որտեղ h-ը h ենթախմբից է, փոքրատար h-ը h ենթախմբից է։ Եվ հիշում եք, որ մի քիչ առաջ մենք այդպիսի մի z տար ենք ընտրել, որի շնորհիվ ստացանք նման հավասարություն x y անգամ ինչ որ մի h2 հավասար x անգամ h1, որտեղ h1 h2-ը մեծատար h-ից է։ Այս հավասարությունից x-ը կարող ենք արտահայտել y-ով եւ h1 h2-ով, ինչպես երկու կողմը աջ կողմից բազմապատկենք h1-ի հակադարձով, կստանանք x հավասար y անգամ h2 անգամ h1 մինուս 1, այսպիսի հավասարություն, որից կբխի եւ բացի այդ y-ն կարող ենք արտահայտել x-ով եւ h-երով։ Հիմա պետք է աջ կողմից այս հավասարության երկու կողմը աջ կողմից բազմապատկել h2-ի հակադարձով։ Այստեղ h2-ը կրճատվի, իսկ աջ կողմը գոյանա h2, այսինքն y-ը հավասար կլինի x անգամ h1 h2 մինուս 1։ Հիմա x h-ը, որը կամայական տարեր x h ենթահարակից դասից, h-ի այստեղ x-ի փոխարեն տեղադրենք իր արժեքը արտահայտված y-ով այս հավասարությունից։ x h-ը հավասար կլինի y անգամ h2 h1 մինուս 1, սա այսքանը x-ն է, անգամ h։ Եվ ես փոխագծերը զուգորդական օրենքի շնորհիվ դնում եմ h-երի վրա, այսինքն նախ ես եռակն եմ բազմապատկում, ընդ որում այստեղ փոխագծեր կարող եմ չդնել, ինչպես էլ դնենք նույն բանը կստացվի։
զուգորդականության հաշվին։ Եվ այսպես x h հավասար է y անգամ ահա այսպիսի մի արտադրյալ, հաշերի արտադրյալ։ Բայց չէ որ h-ը ենթախումբ է, իսկ այստեղ վերցրած h, h1 եւ h2 տարերը ենթախմբից են։ Ենթախմբի տարերը բազմապատկելիս դասը ստանում ենք ենթախմբի տար։ Հետեւաբար այս 3 հաշերի արտադրյալը h ենթախմբից է։ Ինչը նշանակում է, որ այստեղ գրված է y անգամ h ենթախմբի ինչ որ տար։ Իսկ եթե y-ը բազմապատկում ենք h ենթախմբի ինչ որ տարով, այն կպատկանի y անգամ h հարակից դասին ըստ հարակից դասի սահմանման։ Եվ այսպես x h-ը, որ պատահականորեն վերցրել ենք կամ այականորեն վերցրել ենք x h հարակից դասից, ցույց տվենք, որ այն պատկանում է y h հարակից դասին։ Նման դատողություններով այս հավասարությունից եւ օգտվելով դարձյալ այս y հավասար x անգամ h1 h2 - 1 կարող ենք ցույց տալ, որ y h-ը հավասար x անգամ դարձյալ h-ի ինչ որ մի տար, բայց այս h-ի տարը արդեն այլ տեսք ունի, կախված y-ի տեսքից։ Y-ը այս տեսքով է ներկայացվում։ Եվ y h-ը ցույց է տվում, որ պատկանում է x h-ին։ Ուրեմն թե x h-ը y h-ի ենթաբազմություն է, իսկ y h-ը x h-ի ենթաբազմություն է, հետեւաբար դրանք հավասար են։ Ինչ ապացուցեցինք։ Մենք ապացուցեցինք, որ եթե x h-ը եւ y h-ը հատվում են, այսինքն ունեն որևէ ընդհանուր տար, ապա դրանք անպայման համընկնում են։ X h եւ y h բազմությունները համընկնում են։ Շատ բարի։ Մեկից երկուսը ապացուցեցինք, տեսեք։ Հատման ոչ դատարկ լինելուց բխեցրինք, որ դրանք հավասար են։ Այժմ ենթադրենք, թե այս հարակից դասերը հավասար են եւ ցույց տանք, որ x - 1 անգամ y տարը պարտավոր է պատկանել h ենթախմբին։ Այսինքն երկուսից արտացենք 3-ը։ Դիցուք x h հավասար է y h-ին եւ քանի որ h-ը ենթախումբ է, yen կպատկանի h-ին, x-yen, որը հավասար է x-ի, կպատկանի x h-ին, այսպիսով, ուրեմն ինչ է ստացվում, x տարը պատկանում է x h-ին։ Ցանկացած x-ի համար x-ը պատկանում է իր համապատասխան հարակից դասին, ինչպիսին է լինի h-ը։ Շատ լավ։ Մյուս կողմից ունենք, որ x h-ը հավասար է y h-ի։ Ուրեմն x-ը պատկանում է նաև y h-ին։ X-ը պատկանում է x h-ին, որը հավասար է y h-ին, ուրեմն y-ը պատկանում է y h-ին։ Սա նշանակում է, որ գոյություն ունի մի h1 տար h-ից, այնպիսին, որ x-ը հավասար է y անգամ h1։ X-ը պատկանում է y h պայմանը վերցանեցի։ Որտեղից h1 - 1-ը կարող ենք հաշվել։ Դրա համար ակնհայտորեն h1 - 1 հավասար կլինի x - 1 անգամ y։ Ինչպես կարելի է դա ստանալ։ Դե աջ կողմից այս հավասարության երկու կողմ բազմապատկենք h1-ի հակադարձով, աջ կողմից h1-ի հակադարձով, ձախ կողմից x-ի հակադարձով։ H1-ը այլ կերպ ասած տեղափոխվում է մյուս կողմ եւ առաջանում է -1 ցուցիչ, x-ը գալիս է այս կողմից ձախ, y-ից կցագրում ձախից -1 ցուցիչով։ Եվ h1-ը -1-ը հավասար x - 1 անգամ y։ Բայց չէ որ h1 - 1-ը պատկանում է h-ին, չէ, h-ը ենթախումբ է, h1-ը h-ից է, ուրեմն h1-ի հակադարձն էլ h-ից է։ Ուրեմն x - 1 y-ը պատկանում է h-ին, այն ինչ պետք է ապացուցել։ Սրանց հավասարությունից բխեցրինք, որ x - 1 անգամ y տարը պատկանում է h ենթախմբին, վերջապես այժմ ապացուցենք, որ 3 պայմանից բխում է առաջին պայմանը, այսինքն նրանից, որ x - 1 անգամ y տարը պատկանում է h-ին, այս պայմանից բխում է, որ x h եւ y h հարակից դասերը ունեն ընդհանուր տար։ Ինչպես կարելի է դա ցույց տալ։ x - 1 անգամ y-ը պատկանում է h-ին, հետեւաբար գոյություն ունի h փոքրատար տար, մեծատար h ենթախմբից, այնպես որ x - 1 անգամ y-ը հավասար է այդ փոքրատար h-ին։ Այդտեղից կստացվի, որ y-ը հավասար է x անգամ h-ի, ես հուսով եմ, որ գրատախտակին այդ մասին գրել եմ։ Գոյություն ունի h, որ x - 1 անգամ y հավասար է h-ի, հետեւաբար y հավասար է x h-ի, բայց չէ որ x h-ը պատկանում է x h-ին։ Մենք արդեն դա տեսել ենք։ Սա սահմանումից է բխում պարզապես։ Եվ y-ը ստացվում է, որ մյուս կողմից y-ը պատկանում է y h-ին, քանի որ y-ը կարող են գրել y անգամ y, իսկ y-ն h-ից է։ Ուրեմն y-ը մի կողմից հավասար x h-ի պատկանում է x h-ին, մյուս կողմից y-ը ակնհայտորեն պատկանում է y h-ին։ Ուրեմն այս y-ը x h-ի եւ y h-ի ընդհանուր տար է։ Հետեւաբար x h հատած y h-ը դատարկ չի, որտեղ առնվազն այնտեղ կա y-ը։ Դե վերադառնալով սկիզբ, մի քիչ առաջ մենք տեսանք, որ սա դատարկ չլինելը իհարկե նշանակում է, որ դրանք պարզապես համընկնում են։ Ուրեմն այս 3 պայմանները իրար համարժեք են, այս հայտանիշը զարմանալի ձևով ցույց է տալիս, որ հարակից դասերը շարված են կողք կողքի եւ դրանք ընդհանուր տարեր չունեն։ Եթե պատկերավոր նկարենք հարակից
եթե սա մեր խումբն է, ասենք թե պայմանականորեն J բազմությունն է եւ H-ը ինչ որ ենթախումբ է, H ենթախումբը։ Վերցնում ենք x H հարակից դաս։ Նախ H ենթախումբը ինքը հարակից դասերից մեկն է, հավասար է EH-ի։ Ուրեմն սա կարող ենք համարել EH։ Վերցնենք մի x տար, որ այս EH-ից հարակից դասից չի։ Դիցուկ J խմբում կա մի x տար, որը XH EH հարակից դասից չի։ Եթե կազմենք դրա անպատասխան հարակից դասը XH, այս XH-ը եւ EH-ը ընդհանուր տար չեն ունենա։ Շատ բարձ պատճառով, որովհետեւ եթե ընդհանուր տար ունենային, ապա դրանք պետք է համընկնեին ըստ այս հատանիշի։ Եթե ատոմը դատարկ չի, ապա համընկնում են։ Բայց քանի որ x-ը պատկանում է XH հարակից դասին եւ x-ը մենք վերցրել էինք H-ից դուրս, այսինքն H-ին չէր պատկանում, ուրեմն սրանք չէր կարող համընկնել։ Եթե չեն համընկնում, ուրեմն նաեւ հատում չունեն։ Հիմա կվերցնենք մեկ այլ y տար, որը չի պատկանում այս H-երից ոչ մեկին եւ կազմենք դրա հարակից դասը։ Սա էլ շարված է այս կողմից։ Կարծեք գրատարակի պես գրքերը շարված են կողք կողքի, պատկերավոր եմ ասում իհարկե, եւ սրանք ոչ մի ընդհանուր տար չունեն այս բազմությունները։ Եվ ամբողջ խումբը, քանի որ ամեն մի տար խմբի ինչ որ հարակից դասի է պատկանում XH-ին, ստացվում է, որ խմբի բոլոր տարերը դասավորվում են հարակից դասերի մեջ, ընդ որում տարբեր հարակից դասերը հատում չունեն։ Այս դիտարկումն է, որ հանգեցնում է հետեւյալ գեղեցիկ թեորեմին, որը կոչվում է Լագրանժի թեորեմ։ Տեսեք ինչպես է ձևակերպվում Լագրանժի թեորեմը։ Ես դա կձևակերպեմ հիմա, ապա կվերադառնանք այնտեղ մի քանի լրացուցիչ ելման կետի։ Լագրանժի թեորեմը պնդում է, եթե շերերի խմբում կա n տար եւ H-ը կամայական ենթախումբ է, որում ենթադրենք m տար կա, ապա n-ը անպայման բաժանվում է m-ի վրա։ Սա ես համարում եմ անսպասելի եւ անսպասելի գեղեցիկ արդյունք, որ ենթախմբի տարերի քանակը բաժանում է խմբի տարերի քանակը։ Իսկապես անսպասելի փաստ պետք է սա համարել եւ բարձում է, որ ենթախմբում եղած տարերի քանակը սերտ կապված է խմբի տարերի քանակի հետ։ Օրինակ, եթե խմբում կա 10 տար, ապա դրանում չեք կարող գտնել ենթախումբ, որում լինի 6 տար, շատ բարձ պատճառով, քանի որ 10-ը չի բաժանվում 6-ի։ Ես ասում եմ, այս թեորեմի ապացուցման բանալին թաքնված է այս հայտանիշի մեջ, որ քիչ առաջ մենք ապացուցեցինք, այն է, որ տարբեր հարակից դասերը չեն հատվում, այսինքն երկու հարակից դաս կամ համընկնում են կամ չեն հատվում։ Այս հայտանիշի հետևանքն է, որը ես ձևակերպել եմ որպես հետևանք, կարդալենք հիմա դա, որ ցանկացած ենթախմբի եւ ցանկացած երկու տարերի համար խմբից XH եւ YH հարակից դասերը հատումը դատարկ է, այս պայմանը հավարժեք է հետևյալին, որ այդ հարակից դասերը հավասար չեն։ Այսինքն եթե հավասար չեն, ուղղակի չեն հատվում։ Եվ սա էլ համարժեք է նրան, որ x-1y-ը չի պատկանում H-ին։ Պարզ է, որ սա հետևանք է նախորդ պնդման, ես պարզապես յուրաքանչյուր պնդման ժխտում եմ վերցրել։ Քանի որ այս երեք համարժեք են, ապա դրանց ժխտումներն էլ իրար են համարժեք։ Առաջինի ժխտումը կստացվի, որ x-h հատած y-h հավասար է դատարկի, երկրորդի ժխտումը, որ սրանք հավասար չեն, եւ երրորդին, որ այս x-1y տարը չի պատկանում H-ին։ Ուրեմն սրանք էլ իրար են համարժեք։ Սա տրամբանական է։ Եվ մի վերջին փոքրիկ դիտարկում հետաքրքիր հարակից դասում եղած կոնկրետ հարակից դասում եղած տարերի քանակի մասին այսպեսի դիտարկում թեորեմ, որ կամայական H ենթախմբի համար եւ կամայական x տարի համար խմբի J խմբի դեպքում կամայական J խմբի դեպքում XH հարակից դասում կան նույնքան հատ տար, որքան H ենթախմբում էր։ Այսինքն բոլոր հարակից դասերում նույնքան քանակով տար կա, ինչ որ եւ դա հավասար է H ենթախմբի տարերի քանակին։ Սա հետաքրքիր առնչություն հատկապես վերջավոր խմբի դեպքում, այսինքն այստեղ խոսում ենք մենք կոնկրետ բնական թվի մասին։ Անվերջի դեպքում այստեղ պետք է խոսել հզորության մասին եւ հզորության իմաստով այս հաղորդությունը եւս տեղ ունի, որոնց ապացույցը բացարձակապես չի տարբերում նրանից, ինչ որ ես հիմա կասեմ։ Ըստ էության ես հիմա ամենաընդհանուր ձևով կապացուցեմ դա։ Ինչպես ապացուցել, որ երկու բազմություններում կա նույն քանակությամբ տար։ Երկու բազմություն, այստեղ գրված է հզորության, որ սրանք հզորությամբ հավասար են, իսկ հզորության սահմանը հետևյալն է։ Երկու բազմություն A եւ B ասում ենք, որ հավասարահզոր են, եւ գրում ենք A հզորություն, ասել B հզորության, եթե գոյություն ունի օբյեկտիվ արտապատկերում A-ից B,
բիեկտիվ արտապատկերում, ինեկտիվ եւ սյուրեկտիվ արտապատկերում։ Սա հզորությունների հավասարության պայմանն է։ Եվ հիմա ապացուցելու համար այս հավասարությունը, մասնավորապես վերջավորի դեպքում հզորությունը այդ տարի կարելի նույնացնել այդ տարի այդ բազմության տարերի քանակի հետ, այսինքն վերջավորի դեպքում սա տարերի քանակի մասին է խոսքը եւ ապացուցելու համար այս հզորությունների հավասարությունը ես կկառուցեմ մի արտապատկերում h-ից դեպի x-h, որը բիեկտիվ արտապատկերում ուղղակի կառուցեմ h-ից x-h-ի վրա։ Եթե կա բիեկտիվ արտապատկերում, ապա դրանք կլինեն հավասարազոր եւ այս հավասարությունը հզորությունների ապացուցված կլինի։ Իսկ արտապատկերումը շատ բնական է տրվում։ Ալֆա արտապատկերումը h-ից x-ը սահմանում եմ այսպես. ամեն մի h-ի վրա, այսինքն h բազմության ամեն մի տարի վրա համարում եմ հավասար x-h արտադրյալին։ Այսինքն այդ h-ը բազմապատկում ձախից x-ով, արդյունքը արդեն հայտնվում է x-h-ում։ Ուրեմն սա այս ձախից բազմապատկումը առաջացնում է արտապատկերում h-ից դեպի x-h։ Եվ այս արտապատկերումը կրկնում եմ բիեկտիվ է։ Իրոք բիեկտիվ նշանակում է ինեկտիվ եւ սյուրեկտիվ։ Ինեկտիվության պայմանը ենթադրում է հետեւյալն է, որ տարբեր տարերի պատկերները տարբեր են։ Եթե h1-ը հավասար չի h2-ից, ապա դրանց պատկերները առաջինի պատկերը x-h1-ն է, երկրորդի պատկերը x-h2-ն է։ Եթե սրանք տարբեր են, ապա սրանք տարբեր են, ինչը բխում է նրանից, որ եթե հավասար լինեին x-h1, եթե հավասար լիներ x-h2-ի, h1 եւ h2 տարբեր տարրեր են։ Եթե այս տարը նշանակենք, ասենք թե b-ով, դուրս կգա, որ x-a հավասար է, որ տվյալ դեպքում իհարկե x-ն է հարմար, x անգամ y հավասարումը տված b-ի համար, x անգամ y հավասար է b հավասարումը, եթե x-ն ու b-ն տրված են, ունի երկու տարբեր լուծումներ, h1 եւ h2։ Մինչդեռ h1-ն ու h2, քանի որ h1-ը h2-ը տարբեր են։ Դա չի կարող տեղի ունենալ, հիշում եք, խմբի սահմանման համարժեք պայմաններ։ Ax հավասար է b հավասարում ուներ միակ լուծում կամայական ax-ի համար։ Այսպիսով սրանք իրարից տարբեր են։ Իմիջիայլոց սա իհարկե կարելի է ուղիղ ապացուցել, ենթադրել, որ հավասար են ու բերել հակասության ինչպես ձախ կողմից բազմապատկելով x-ի հակադարձով, ինչպես ստանում ենք հակասություն։ Շատ բարի։ Եվ այսպես այս արտապատկերումը ինեկտիվ է, այսինքն տարբեր տարերի պատկերները տարբեր են։ Սա մի կողմից, բայց սա բավական չէ, որ հզորությունները հավասար լինեն, մենք պետք է ցույց տանք, որ այս արտապատկերումը նաև սյուրեկտիվ է։ Այսինքն x-h-ի ամեն մի տար ունի նախապատկեր։ Վերցնենք x-h-ի որևէ j տար, այդ դեպքում գոյություն ունի h1 h-ից, որ ցույց տանք, որ գոյություն ունի h1, որ ալֆա h1-ը հավասար է j։ Այդ h1 տարը պարզապես բանաձևով կարելի է գրել։ Եվ դժվար չի գրել, թե ինչպես ընտրենք h1-ը։ Եթե որպես h1 ընտրենք այս j-ի համար x-1 անգամ j տարը, ապա սա ձախից բազմապատկելով x-ով, չէ՞ որ ալֆան կիրառել h1-ի վրա նշանակում է ձախից բազմապատկել x-ով։ Ձախից բազմապատկելով x-ով անչափես ստանում ենք j։ Այնպես որ ամեն մի j տար x-h-ից ունի նախապատկեր ալֆա արտապատկերման ժամանակ, այն է x-1 j-ն։ Այսպիսով ալֆան բիեկտիվ արտապատկերում է, հետեւաբար x-h եւ h հարակից դասերը բաղկացած են նույն քանակով տարերից։ Եթե վերջավորի մասին ենք խոսում կամ որ անվերջի դեպքում, եթե հավասարահզոր բազմություններ են։ Եվ հետևանքը վերջավորի համար է ձևակերպված, եթե h ենթախմբում կա m տար, այսինքն h-ը վերջավոր բազմություն է, ապա ցանկացած x տարի համար x հաշարակից դասում եւս m հատ տար կա։ Եվ այստեղ մեկ այլ ապացույց, բացի այդ թեորեմից ես մեկ այլ ապացույց եմ գրել, պարզապես h-ի տարերը համարակալելով h1 h-ով եւ դա նվազապատկում ենք x-ով, ձախից սրանք իրարից տարբեր են, ստացվում է տավար այստեղ էլ m հատ կա։ Այսինքն վերջավորի դեպքում սա ավելի ակներև պնդում է։ Ենթախմբի եւ հարակից դասերի օգնությամբ կարելի է համարժեքության հարաբերություն ներմուծել, այստեղ ես վարժություն եմ առաջարկել իհարկե այսպիսի բան, որ եթե h-ը ենթախումբ է եւ ներմուծենք այսպիսի հարաբերություն j խմբի տարերի միջեւ, կասենք որ x-ը համարժեք է y-ին ըստ h ենթախմբի, եթե դրանց հարակից դասերը իրար հավասար են, այսինքն x-h հավասար է եւ այսինքն թե քանի որ սա x-1 y-ը պատկանում է h-ին, կասենք որ x-ը համարժեք է y-ին, եթե x-1 y այսպիսով պատկանում է h-ին։ Այս հարաբերությունը համարժեքության հարաբերությունն է j-ի վրա, այսինքն j-ն տրվում է համարժեքության դասերի եւ սա ուղիղ ստուգվող փաստ է եւ անմիջապես իհարկե բխում է այս ապացուցած հայտանիշից, հարակից դասերի հավասարության հայտանիշից նաեւ։ Այժմ ժամանակն է, որ ձևակերպենք եւ եւս մեկ անգամ ձևակերպենք Լագրաժնի թեորեմը եւ տանք դրա ապացույցը։ Եթե j-ն վերջավոր խումբ է եւ դրա տարերի քանակը n է, իսկ h-ը կամայական ենթախումբ j-ի եւ որի տարերի քանակը
ենթադրենք թե m է, այդ դեպքում n-ը բաժանվում է m-ի։ Այո, ինչու է այսպես։ Մի քիչ առաջ ես դրա մասին սկսեցի խոսել եւ բացատրությունը կարող ենք այստեղ հստակ նորից վերաշարադրել, չնայած ես այն ժամանակ մի փոքր առաջ ընդամենը էսքիզը տվեցի ապացույցի, քանի որ խմբի յուրաքանչյուր տար պատկանում է J խմբի որևէ հարակից դասի, ուրեմն կարող ենք ասել, որ J խումբը ներկայացում է իր հարակից դասերի միավորման տեսքով, որտեղ x h հարակից դասերի միավորման տեսքով, որտեղ x-ը բազանցում է J խումբը, բայց եթե մենք բոլոր x-երը վերցնենք, J խմբի բոլոր x-երը վերցնենք եւ դրանց համապատասխան հարակից դասերը, ապա այստեղ որոշ հարակից դասեր կկննվեն։ Մասնավորապես, եթե x h հարակից դասից վերցնենք մեկ այլ z տար եւ դիտարկենք z h հարակից դասը, դա կհամընկնի x h հարակից դասի։ Եվ ինչպես ձերբազատվել այս հանգամանքից։ Կարելի է ամեն մի հարակից դասից մեկական տար ընտրել, մեկական ներկայացուցիչ, այսպես ասած, եւ դրանցից կազմել մի pH բազմություն, այսպես եմ նշանակել։ Ամեն մի հարակից դասից մեկական տար եւ կազմենք pH ինդեքսով բազմությունը ըստ pH-ի կառուցման, եթե x-y-ը pH-ից են եւ x-ը հավասար չի y-ի, ապա x-h եւ y-h հարակից դասերը հավասար չեն։ Կրկնում են ըստ pH բազմության կառուցման։ Ես ամեն հարակից դասից վերցրեցի մեկական տար։ Ուրեմն տարբեր տարերի pH հարակից դասի x եւ y տարերի համապատասխանում են տարբեր հարակից դասեր ըստ h ենթախմբի։ Սա մի կողմից։ Ավելին, կամայական հարակից դասի համար կա մի x տար pH-ից, որ x-ը պատկանում է TH-ին կամ որ նույնը x-h հավասար է TH-ի։ Սա էլ երկրորդ հանգամանքը pH-ի ընտրության հետ կապված։ Հիմա J-ն, որը հավասար է x-հաշերի միավորման, երբ x-ը բազանցում է ամբողջ J-ն, այս x-ը բազանցում է J ինդեքսը կարելի է փոխարինել ավելի փոքր բազմությամբ, J-ի փոխարեն վերցնել pH բազմությունը։ Երբ x-ը բազանցում է իրարից տարբեր հարակից դասերի բազմությունը, J-ն պարզ է հավասար կլինի սրանց միավորմանը, ընդ որում այստեղ դիզյունկտիվ միավորման մասին է խոսքը, որովհետև երբ x-ը եւ y-ը pH-ից են եւ տարբեր, ապա x-h եւ y-h հարակից դասերը ոչ միայն տարբեր են, այլև չեն հատվում։ Այսինքն, այստեղ դրանց միավորումը կդառնա չհատվող ենթաբազմությունների միավորում, ինչը կոչվում է դիզյունկտիվ միավորում եւ նշանակում է այսպիսի սուր, այսպիսի տառով ու բայց սուր անկյուններով ներքևից։ Եթե այստեղ այս J-ն հավասար է այս դիզյունկտիվ միավորմանը, ապա J-ի տարերի քանակը հավասար կլինի այս x-h հարակից դասերի քանակների գումարին, չէ՞ որ սրանք իրար հետ չհատող ենթաբազմություններ են եւ բոլորը միասին կազմեն ամբողջ J-ն։ Պատկերացրեք այսպիսի իրավիճակ, ես պայմանական եմ նկարում իհարկե J խումբը այսպիսի տեսք դժվար թե ունենա, դրա հարակից դասերը որպես ենթաբազմություններ եւ դրանք զույգ առ զույգ չեն հատվում։ Հիմա հասկանալի է, որ սրանք x-h, y-h, z-h հարակից դասերն են եւ ամբողջ J-ն ստացվում է սրանց միավորման տեսքով եւ J-ի տարերի քանակը բնականաբար հավասար կլինի այս ենթաբազմությունների տարերի քանակների գումարին։ Հենց դա էլ այստեղ գրված է։ J-ն հավասար կլինի տարբեր հարակից դասերի առանձին վերցրած յուրաքանչյուր հարակից դասերի քանակը կհաշվենք եւ դրանց բոլորի գումարը կլինի J-ի տարերի քանակը։ Բայց չէ որ բոլոր հարակից դասերում նույն քանակի տար կա, ինչքան որ հաշվում, մի քիչ առաջ ապացուցեցինք։ Ուրեմն բոլոր x-հաշերը կարելի է փոխարինել հաշվով եւ այս գումարի մեջ պետք է հասկանալ ընդհանրապես քանի գումարելի կա։ Բոլոր գումարները իրար հավասար են եւ հավասար են հաշի տարերի քանակին, իսկ գումարների քանակը հավասար է pH բազմության տարերի քանակին, այսինքն իրարից տարբեր հարակից դասերի քանակին։ Սա հենց Լագրանժի թեորեմի ապացույցն է։ Այստեղ գրված է, որ J-ի տարերի քանակը հավասար է J-ի տարերի քանակը n է, m-ի տարերի քանակը m է եւ ստեղ ինչ որ մի թիվ։ N-ը հավասար է m անգամ բնական թիվ, որտեղ pH բազմության տարերի քանակը եւս բնական թիվ է, բնականաբար։ Այսինքն J-ի տարերի քանակը բաժանվում է h-ի, իսկ n-ը հավասար է m անգամ pH-ի տարերի քանակը։ Լագրանժի թեորեմի ապացույցը։ Այստեղ ես օրինակ եմ բերել այս 3-ի դեպքում, վերցրել ենք A3, ձախ հարակից դասերն ենք հաշվել եւ դրանց ըստ A3-ի հարակից դասերի մենք հիշում ենք, որ 1 2 3 A3-ը ծնվում է 1 2 3 տարով եւ հարակից դասում 1 2 3 1 2 անգամ A3 հարակից դասում կա 3 հատար, դրանք 3 դիրքափոխություններն են եւ ընդամենը 2 հարակից դաս է ստացվում, մեկը A3-ն է, մյուսը բոլոր կենտ տեղադրությունների այս համախմբությունը, այսինքն բոլոր դիրքափոխությունները տվյալ դեպքում
Եվ ուրեմն P-A3-ը տվյալ դեպքում կազմված է երկու տարից։ Ներկայացուցիչներ կարող են վերցնել 1-2-ը այս հարակից դասից եւ 1-2-3-ը A3 ենթախմբից։ Եվ բնականաբար այստեղ ես գրել եմ այս բանաձևը արտահայտում է Լագրաժի թեորեմը այս պարզ դեպքում։ S3-ը խմբի կարգն է 6 հավասար է A3-ի տարերի քանակ կամ P3, A3-ը 3 տարանի է, սա 2 տարանի ինչպես տեսակ։ Սա ընդհանրապես ցուցադրություն է, թե այս մասնավոր դեպքում այդ վերևում բերված գաղափարները ինչ մեկնաբանություն են ստանում։ Եվ կարևոր հետևանք Լագրաժի թեորեմի ապացույցից, որ ըստ կամայական ենթախմբի աճ եւ ձախ հարակից դասերի քանակը նույնն է։ Սա բխում է այն բանից, որ ճիշտ նույն ձևով, ինչպես ձախ հարակից դասերի համար էինք ապացուցել, ցույց կտանք, որ ճիշտ նույն ձևով, որ եթե J-ի տարերի քանակը հավասար է H-ի տարերի քանակ, բազում պատկած աճ հարակից դասերի քանակ, նույն ձևով կարելի է ցույց տալ, որ J-ի տարերի քանակը հավասար է H ենթախմբի տարերի քանակ, բազում պատկած ձախ հարակից դասերի քանակ, որը այսպես կարելի է նշանակել։ Ինչից բխում է, որ այս թվերը PH աճ հարակից դասերի քանակը հավասար է J-ի տարերի քանակ բաժանած H-ի, եւ սա բնական թիվ է, պարզ է, Լագրաժի թեորեմ։ Եվ սա էլ հավասար է նաեւ ձախ հարակից դասերի քանակին, ես այսպես պետք է գրեմ։ Աճ եւ ձախ հարակից դասերի քանակները նույնն են։ Այդ թիվը Լագրաժի նշանակումով Լագրաժը առաջարկել է այսպիսի նշանակում J 2/H, կարդեք թե կարելի է կարդալ J բաժանած H, ինչը Լագրաժի բանաձևով է արտահայտվում։ Այդ թիվը կոչվում է H ենթախմբի ինդեքս J-ում։ Աճ եւ ձախ հարակից դասերի քանակը, որը իրար հավասար ընդունված է նշանակել այսպես, որ կոչվում է ենթախմբի ինդեքս J-ում։ Եթե J-ն վերջավոր է, ապա H ենթախմբի ինդեքսը J-ում հավասար է J բաժանած J-ի կարգը բաժանած H-ի կարգի վրա, այսինքն J-ի տարերի քանակը բաժանած H-ի տարերի քանակի վրա, ինչը Լագրաժի բանաձևն է գրված այս նոր խմբագրմամբ։ Փաստորեն ենթախմբի կարգը խմբի կարգի բաժանարար է, իսկ ճիշտ է արդյոք հակառակը, որ եթե վերցնենք խմբի կարգը n թիվ եւ n թվի որևէ բաժանարար, դիցուկ J-ի կարգը հավասար է n-ի։ Եվ վերցնենք n թվի որևէ բաժանարար, արդյոք գոյություն ունի արդյոք որևէ d բաժանարար, այսինքն n-ը բաժանում է, գոյություն ունի արդյոք H ենթախումբ, որի տարերի քանակը հավասար է այդ d բաժանարարին։ Այս հարցի պատասխանը բացասական է, ընդհանուր դեպքում, այսինքն ճիշտ չի Լագրաժի թեորեմի հակադարձը, եւ որպես օրինակ առաջարկում եմ դիտարկել այս դեպքը A4-ը, այսինքն 4 թվերի վրա որոշված 1-ից 4 թվերի վրա որոշված բոլոր զույգ տեղադրությունների խումբը, որի կարգը 12 է, այսինքն 4-ի ֆակտորիալի կեսին հավասար, եւ այս A4-ում գոյություն ունի ենթախումբ, որի կարգը հավասար է 6-ի։ Սա երթությամբ կարելի է ստանալ դիտարկելով բոլոր հնարավոր 6 տարանի ենթախմբի բազմությունները եւ տեսնել, որ դրանցից ոչ մեկը ենթախումբ չի, որպես հետաքրքիր վարժանք եւ մի պարզ եւ կարեւոր հետևանք Լագրաժի թեորեմից, եթե խմբի կարգը պարզ թիվ է, որևէ պարզ թիվ է, ապա այդ խումբը անպայման միածին խումբ է։ Շատ կարևոր հետևանք եւ պարզ թվերի եւ միածին խմբերի միջեւ այսպիսի առնչություն։ Պարզ կարգի խմբերը, այսինքն եթե խմբի կարգը պարզ թիվ է, անպայման միածին են։ Ավելին, այդ խումբը կծնվի իր յուրաքանչյուր միավորից տարբեր տարով։ Ապացույցի համար վերցնենք որևէ x տար, J-աստանիշից, այսինքն միավորից տարբեր որևէ x տար, ըստ Լագրաժի թեորեմի p-ն բաժանվում է այս x տարով ծնված ենթախմբի կարգի վրա, չէ՞ որ p-ն J-ի կարգն է։ Խմբի կարգը բաժանվում է իր կամայական ենթախմբի վրա, տվյալ դեպքում x-ով ծնված ենթախմբի վրա, x-ով ծնված ենթախմբի տարերի քանակի վրա։ Հիմա x-ը միավորից տարբեր է, մյուս կողմից x-ով ծնված խմբում 2 տար առնվազն կա, միավորը հաստատ կա եւ x-ն էլ կա x-ով ծնված խմբում 2 տար ուրեմն այստեղ կա եւ x-ը հավասար չի y-ի ըստ ընտրության։ Ուրեմն այս p-ն պետք է բաժանվի ենթախմբի կարգի վրա։ Մյուս կողմից ենթախմբով x-ով ծնված ենթախմբում 1-ից ավելի տար կա։ P-ն բաժանվում է մի բնական թվի վրա, որը մեծ է 1-ից, p-ն էլ պարզ թիվ է, ուրեմն x-ը պետք է հավասարնի այդ p-ն ունի միայն երկու բաժանար, մեկը եւ p-ն, ուրեմն x-ի տարերի քանակը հենց p-ի է հավասար։ Ինչ ստացվեց, որ եթե խմբի կարգը պարզ թիվ է, ապա ինչ x տարել վերցնենք, դրանով ծնված ենթախմբում կա p հատ տար, այսինքն խմբի բոլոր տարերը պարունակվում են այդ միածին խմբի մեջ, ինչը նշանակում է, որ J-ն միածին է, ավելին այն ծնվում է իր յուրաքանչյուր միավորից տարբեր տարով եւ հաջորդ հետևանքը գեղեցիկ, որ եթե J կարգը հավասար է n-ի, ապա տեսեք ինչ նույնություն տեղի ունի, կարելի ասել այս խմբում, նույնություն։ Եթե J-ի կարգը հավասար է n-ի, ապա ինչ տարել վերցնենք, այդ տարը n աստիճանում հավասար լինում միավորի։ Այսինքն թե x-ը բարձրացրած J-ի կարգաստիճան հավասար կլինի y-ի։ Սա դարձյալ Լագրաժի թեորեմի օգնությամբ կապացուցենք, տեսեք ինչպես։
Վերցնենք x-ով ծնված ենթախումբը j-ից, j-ի կարգը կբաժանվի այդ ենթախմբի կարգի վրա, բայց x տարով ծնված ենթախմբի կարգը հավասար է x-ի x տարի կարգին։ Միացին խմբերի խմբում եղած տարերի քանակը քննարկելիս այս հավասարությունը մենք ապացուցել ենք։ Իսկ տարի կարգը հավասար է մինիմում այն կայերից, բնական կայերից, որ x-ի կայացչանը հավասար է y։ Ուրեմն տեսեք, j-ի կարգը բաժանվում է այս x տարի կարգի վրա։ J-ի կարգը բաժանվում է x տարի կարգի վրա։ Ասենք թե m։ Այսինքն գոյություն ունի s բնական թիվ, որ n հավասար է m անգամ s։ Եվ հիմա եթե x-ը բարձրացնենք n աստիճան, կստացվի x հավասար է x-ի n աստիճան հավասար է x-ի ms աստիճան։ Հետաբար այս այլ հավասար է x-ի m աստիճան բարձրացրած s աստիճան, x-ի m աստիճանը y է, որովհետև m-ը տարի կարգն է, y-ի s աստիճան, այսինքն y։ Այսպիսով x-ի n աստիճան հավասար է y կամայական տարի համար։ Ուրեմն եթե խմբի կարգը n է, ապա խմբում տեղի ունի այսպիսի նույնություն։ Ասելով նույնություն հասկանում ենք հետևյալը, որ x-ի փոխարեն ինչ տարել տեղադրենք, սա կվերածվի ճիշտ հավասարության։ Այսպիսի գեղեցիկ եզրահանգում, եւ այդ եզրահանգումը ես ցուցադրել եմ այս օրինակի վրա։ Տեսեք, այստեղ գրված են 3 դիրքափոխություն, տարբեր դիրքափոխություններ, որոնք բոլորը պատկանում են S5 խմբին նաեւ։ 1, 2, 3, 4 ցիկլը, 2, 5, 3 ցիկլը, 4, 3։ Սրանց արտադրյալը եթե բարձրացնեմ 120 աստիճան, առանց հաշվելու աստիճանը կարող ենք եզրակացնել, որ սա հավասար է նույնական տեղադրության, կստացվի նույնականի։ Ինչու՞։ Որտեղ S5 խմբում տարերի քանակը 5-ի ֆակտորիալը, այսինքն 120 է, եւ այս բոլոր տարերը x-ը, y-ը եւ z-ը, սրանք բոլորը խմբի տարեր են։ Դրանց արտադրյալը եւս կլինի S3 խմբի տար, եւ եթե սա բարձրացնեմ S3-ի տարերի քանակ աստիճան, կստանամ y։ Այսինքն թե 120 աստիճան եթե բարձրացնեմ, կստացվի նույնական արտապատկերում։ Ահա այսպեսի օգտակար հետևանք, երբ մեզ կարիք կունենանք հաշվելու աստիճաններ, որոշ դեպքերում Լագրանժի թեորեմը հնարավորություն կտա աստիճանը չհաշվել, քանի որ արդյունքը պարզ կլինի։ Սրանով ես կուզենայի ավարտել այս դասախոսությունը, որը հիմնականում ուղղված էր Լագրանժի թեորեմի ապացույցին։ Լագրանժի թեորեմը համարվում է վերջավոր խմբերի մասին առաջին թեորեմներից մեկը եւ ամենահիմնական թեորեմներից մեկը, քիչ թե շատ պարզ ապացույցով, սակայն առաջանցնելով ասեմ, որ վերջավոր խմբերը ունեն բավականաչափ խրթին նկարագրություն ընդհանրապես ասած, չնայած Լագրանժի թեորեմի առկայությանը, այնտեղ բազմաթիվ այլ գեղեցիկ նոր թեորեմներ կան, մասնավորապես տասնյակ հազարավոր գիտական հետազոտություն, էջեր գիտական հետազոտություն կա վերջավոր խմբերին նվիրված, եւ այս հարցում պետք է ասել, որ մեծ ներդրում ունեն հատկապես ամերիկյան մաթեմատիկոսները, ամերիկացի մաթեմատիկոսները, որոնց ջանքերի, նաեւ հիմնական ջանքերի շնորհիվ այժմ ավարտված է համարում վերջավոր կարգի խմբերի դասակարգման խնդիրը։